կանոնադրության 15-րդ հոդվածը հստակ ասում է, ամենայն հայոց կաթողիկոսը, հրավիրողն է եւ նախագահը, եպիսկոպոսատ ժողովի, գերագույն հոգևոր խորհրդի եւ այլ ժողովների։ Արարատ Քահանա Պողոսյանը կարդում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերջին հաստատված կանոնադրությունը, որի 15-րդ գլուխը հայտնում է. ամենայն հայոց կաթողիկոսն է ոչ միայն եպիսկոպոսատ ժողովի, այլև գրեթե բոլոր եկեղեցական ժողովների հրավիրողն ու նախագահողը։ 2026 թվականին եպիսկոպոսատ ժողովը նախատեսվում է անցկացնել Ավստրիայում։ Թեման տևական ժամանակ է գտնվում է հանրային քննարկումների կենտրոնում, հատկապես այն հարցադրմամբ, թե արդյոք եպիսկոպոսատ ժողովը կարող է տեղի ունենալ բացառապես Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Եկեղեցական պատմությունն ու կանոնական իրավունքը տալիս են հստակ պատասխաններ։ Մեր եկեղեցում կարևորագույն հարցը ժողովների հրավիրման մեջ ոչ թե տեղն է, այլ ժողովի հրավիրողի եւ մասնակիցների հանգամանքը։ Ժողովի օրինականությունը պայմանավորված չէ տեղի ընտրությամբ։ Ամբողջ աշխարհում որևէ տեղ կարող է ընտրվել մեր եկեղեցու որևէ հարցի նվիրված ժողով։ Դա կլինի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, դա կլինի եպիսկոպոսատ ժողով, միաբանական համագումար։ Միայն տեղով պայմանավորված ժողովը, որ կարող ենք ասել, որ տեղ է մատնանշում, դա ազգային եկեղեցական ժողովն է, որ մատնանշում է, որ պետք է կատարվի Սուրբ Էջմիածնում, իսկ կաթողիկոսի ընտրության բուն գործընթացը կազմակերպի տաճարում։ Վաղ եկեղեցու կանոններով սահմանված էր, որ եպիսկոպոսները պետք է տարին առնվազն 2 անգամ ժողովվեն։ Թեև պատմական հանգամանքների բերումով դա հաճախ չի ստացվել, ժողովների կայացման վայրը երբեք չի եղել դրանց օրինականության որոշիչ գործոնը։ Տարբեր դարաշրջաններում եպիսկոպոսատ ժողովներ են գումարվել ոչ միայն Սուրբ Էջմիածնում, այլև պատմական, քաղաքական եւ անվտանգային հանգամանքներով պայմանավորված այլ վայրերում։ Այդ ժողովների ընդունած որոշումները երբևէ կասկածի տակ չեն դրվել, միայն այն պատճառով, որ դրանք անցկացվել են Մայրաթորից դուրս։ Մենք ունենք մեր օրերի համար օրինակ, դրա մասին էլ խոսվեց։ 1956 թվականին որոշվեց, որ պիտի արվի եպիսկոպոսատ ժողով։ Տեղի ընտրության հարց կար եւ ի վերջո ընտրությունը կանգ առավ Եգիպտոսում Կահիրեի վրա, այդ ժողովը որակվեց որպես պատմական ժողով, որովհետև պատմական էր ոչ թե իր օրակարգով, այլ մասնակիցները, որովհետև մեր մոտ հաճախ չէ, որ մենք հանդիպում ենք ժողովներ եպիսկոպոսած, որտեղ ներկայացված են բոլոր նվիրապետական աթոռները իրենց միաբան եպիսկոպոսներով։ 1956 թվականի ժողովի պատմականությունը այն էր, որ այնտեղ ներկա էր ամենայն հայոց կաթողիկոսությունը, Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունները իրենց ներկայացուցիչ միաբան եպիսկոպոսներով ամբողջապես։ Եվ այս առումով սա նախադեպ է եւ երբևէ որևէ մեկի մտքով այդ օրերին եւ դրանից հետո չի անցել շահարկելու այդ ժողովի ոչ օրակարգում ընդգրկված հարցերի օրինական լինելը եւ ոչ էլ ժողովի ընդհանրապես օրինական լինելը եւ դա երբեք անմտություն է ուղղակի մտածել, որ ժողովը Կահիրեում անելը հարված էր հայոց պետականությանը կամ դեմ հայ եկեղեցու ավանդույթին։ Փաստորեն, թե վաղանցյալում, թե մեր ժամանակներում ժողովի օրինականությունն ապահովվում է ոչ թե աշխարհագրական վայրով, այլ հրավիրողի լիազորությամբ եւ մասնակիցների կանոնական կարգավիճակով։ Այս սկզբունքը համահունչ է եկեղեցու դարավոր ավանդույթին։ 1976 թվականին Սուրբ Էջմիածնում տեղի ունենում հերթական եպիսկոպոսատ ժողովը։ Ժողովի վերջին նիստի ժամանակ արձանագրվում է մի փաստ, որը արդեն արձանագրված, հրապարակված փաստի մասին ենք խոսում, բայց քիչ հայտնի։ Ժողովը արձանագրում է, որ հաջորդ տարի կայանալիք եպիսկոպոսական ժողովը ընդառաջ Երուսաղեմի ամենապատիվ Եղիշե պատրիարքի հրավերի պիտի տեղի ունենա Երուսաղեմում։ 1976 թվականին տեղի ունեցած եպիսկոպոսատ ժողովի արձանագրումն է, որ հաջորդ տարի ժողովը պիտի տեղի ունենա Երուսաղեմում։ Դե եկեք այս որոշման դեմ պայքարեք, ասեք, որ այդքան եպիսկոպոս, այդքան մարդ
նվազ իմաստ ունեն, քան այսօրվա մարդիկ, ովքեր ճամարտակում են փաստերի, ավանդույթների եւ եղած սովորությունների դեմ։ Դա փաստ է։ Տեր Արարատը նշում է, ժողովը նախ հետաձգելու, ապա արտերկրում անցկացնելու որոշումը հավանաբար պայմանավորված է նաև վերջին շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Երբ հայտարարվեց ժողովի հետաձգման մասին, այնտեղ հստակ գրված էր ինչի համար։ Իշխանությունների կողմից եկեղեցականների նկատմամբ արված բռնաճնշումների, հոգևորականների անհիմն անօրինական մեղադրանքներ ներկայացնելու եւ կալանավորելու եւ այսօրվա ստեղծված իրավիճակով հնարավոր չէ, կարծում եմ, անկաշկանդ քննարկումներ ծավալել եւ անկաշկանդ որոշումներ ընդունել, որովհետեւ մենք վստահ չենք, որ խոչընդոտներ չեն ստեղծվելու արտերկրից Հայաստան հայրենիք ժամանող եպիսկոպոսների կամ այստեղ գտնվող եպիսկոպոսների վրա, այդ կերպ նաև փորձելով ազդել ժողովի ազատ ու անկաշկանդ քննարկումների եւ որոշումների վրա։ Այս իմաստով կարծում ենք Սուրբ Էջմիածնի որոշումը շատ տեղին էր եւ համապատասխանում է հայ եկեղեցու եւ կանոնական կյանքին, եւ ավանդությանը, եւ պատմական նախադեպերին։ Եկեղեցական կանոնադրությամբ հաստատված է ժողովների ընթացակարգը։ Նախագահողի կողմից ընտրվում են ատենապետներ եւ ատենադպիրներ։ Ժողովը կարող է տևել 1 կամ մի քանի օր, ունենալ 1 կամ մի քանի նիստեր։ Ժողովն ինքն է հաստատում իր օրակարգը, այնուհետև անցնում օրակարգի հարցերի քննարկմանը, որոշումները ձայների մեծամասնությամբ ընդունվում կամ մերժվում են։ Ընդունված որոշումները գործարկվում են, եթե դրանք հաստատում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Գոյություն ունի եպիսկոպոսած ժողովների 3 տեսակ։ Եպիսկոպոսած ժողովներ, որտեղ ներկա են բոլոր նվիրապետական աթոռների եպիսկոպոսները։ Այդպիսի օրինակ եպիսկոպոսական ժողով էր 1956 թվականի մարտի 5-ից 8-ը տեղի ունեցած Կահիրեի ժողովը։ Այդպիսի ժողով էր 2013 եւ 2014 թվականին Սուրբ Էջմիածնում գումարված եպիսկոպոսական ժողովները։ Այս ժողովներում ներկայացված էին այդ օրերի նվիրապետական բոլոր աթոռները իրենց առաջնորդներով եւ իրենց միաբան եպիսկոպոսներով։ Նույնը չենք կարող ասել, օրինակ 1969 թվականին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած եպիսկոպոսական ժողովի վերաբերյալ։ Այդ ժողովին արդեն մասնակցում էին ամենայն հայոց կաթողիկոսության եւ Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքության միաբան եպիսկոպոսներ, այսինքն Մեծիտան Անկիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսները այդ ժողովի ժամանակ որպես անդամ մասնակից ներառված չեն եղել։ Եվ ունենք եպիսկոպոսած ժողովներ, որոնք Հայաստանի առաջնորդ եպիսկոպոսների եւ այսպես ասած ներքին սփյուռքից, ներքին սփյուռքը Վրաստանի, Ռուսաստանի երկու թեմերի եւ Ուկրաինայի առաջնորդի մասնակցությամբ, այսինքն Հայաստան եւ ներքին սփյուռք, սա կոչվում է եպիսկոպոսական տեղական ժողով։ Փաստացի 2026 թվականին Ավստրիայում նախատեսվող եպիսկոպոսած ժողովը պայմանավորված է ոչ թե արտառոց որոշմամբ, այլ կոնկրետ պատմական, կանոնական եւ իրավիճակից բխող հանգամանքներով, նպատակ ունենալով ապահովել ժողովի ազատ, օրինական եւ լիարժեք ընթացքը։ Այդ որոշումը բխում է պատմական փորձից եւ ներկա իրավիճակից, նպատակ ունենալով ապահովել ժողովի ազատ ընթացքը եւ որոշումների լիարժեք ընդունումը առանց արտաքին ճնշումների։ Ըստ էության, թե անցյալում, թե հիմա, պետությունը միայն մի ձև ունի ազդելու եկեղեցու գործունեության վրա։ Դա բռնաճնշումների ձևն է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եկեղեցուն միայն ուժի, բռնաճնշման, օրենքը ոտնահարելու, մարդկային բարոյական բոլոր չափորոշիչներն ու չափանիշները ոտնահարելու միջոցով է հնարավոր կարճ լռեցնել, բայց ճշմարտությունը անհնար է։ Ճշմարտության ձայնը հնչեղ է, բարձր է եւ վստահ եմ, որ հայոց եկեղեցու ձայնը 1700 տարի շարունակ հնարավոր չի եղել լռեցնել, հնարավոր չի լինելու։
Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։